Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ես հիմա մոտեցել եմ ոստիկաններին և ասում եմ հետևյալը. հարգելի ոստիկաններ, Հայաստանի Հանրապետության քաղաքացին օրենքով լիազորված կարգով ունի խաղաղ հավաքներ կատարելու իրավունք։ Մեր այսօրվա հայտարարությունը եղել է հետևյալը. Երևան աշտարակ մայրուղու արգելափակումը, ինչի համար ենք մենք դա հայտարարում, որովհետև Հայաստանի Հանրապետությունում փորձը ցույց է տվել, որ բողոքի այդ միջոցն է միայն այդ միջոցն է, որը արդյունք է տալիս։ Ես այս պահին ճիշտն ասած շատ շոկի մեջ եմ ուղղակի։ Ժողովրդավարություն ընտրած երկիրը չպետք է այս ամենը թույլ տար։ Չպետք է այս ամենը թույլ տար։ Մենք իր սեփական քաղաքացիներին արգելել բողոքի ձայն գոնե բարձրացնել, դա ուղղակի հարիր չէ։ Կներեք ստեղ մի քիչ ոստիկանների հետ որևէ խոսակցություն չկա։ Ոչ մի ոստիկանները դայում են դեմքից կալցո են անում կամ կուտը բան են կալցո։ Այս ժողովին ասեց, որ ճանապարհը մինչև չլինի 59 դուրս չի գալու։ Հենց այդ ոստիկանապետը։ Դե եթե իրաց լիազորությունների սահմանում արդ ու ջրում են, թող բարի լեն հերթապահ նշանակեն երեխեքին փողոց անցնեն ամեն օր։ Ամեն ինչ ասված է։ Ասված է, բայց ոչ մի բան չի իրագործվում։ Ոստիկանների հետ աշխատեք որևէ խոսակցություն չունենալ։ Եթե մենք հայտարարում ենք, որ ոստիկանությունը գործում է անօրինական, ապա մենք անում ենք քաղաքակիրթ ձևով, ոչ հրելով, ոչ բրդելով, ոչ գոռալով, ոչ շինչով։ Մենք կանգնում ենք եւ ասում ենք այս պահին մենք ունենք բողոքի ձայն բարձրացնելու Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը տալիս է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրավունք ունի իր բողոքի ձայնը բարձրացնելու բոլոր այն միջոցներով, որը ինքը նպատակահարմար է համարում, որովհետև առավելագույն հնչեղություն ստանալու համար մենք ենք ընտրում բողոքի փակենք թե չփակենք։ Եթե ոստիկանությունը գործում է անօրինական, պետք է դրան համարժեք պատասխան տվի օրենքի շրջանակներում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին կանգնելու եւ պահանջելու է իր իրավունքները։ Ոստիկանների հետ առավելագույնը եղեք կոռեկտ, եղեք համբերատար, որևէ մեկը ոչ մի կոնֆլիկտ ոստիկանների հետ չունենա։ Կանգնելու ենք, այնքան մինչև մեր հարցը լուծվի, ինչ դժվար է կանգնել։ Հանգիստ, ստեղ կանգնելով չի լուծվի, համեցեք, գնացեք։ Գնացեք, օրենքի խախտում կան, գնացեք։ Եթե իրանք խախտում են, մենք էլ կխախտենք։ Ոչ, դուք իրանք չունեք խախտում, իրանք խախտում են կստանան համարժեք պատասխան, իրանք էլ չունեն։ Ոչ մի հատ չունեն։ Եթե իշխանությունը իր մեջքին է, իրանք չեն ստանա։ Լսեք, մենք այդ իշխանությունն է իրանք կանգնացրել, խախտի։ Մենք ունենք անելիք։ Մենք անելիք։ Դե մեր անելիքն է ճանապարհ փակելն է։ Եթե կարանք դրանով հարց լուծենք։ Ինչ է կարծում, միայն այդ տարբերակը կար։ Դե ուրիշ տարբերակ չէ, այստեղ կանգնելով հաստատ հարց չենք լուծի։ Եթե իշխանությունը իրան ասել է խախտի կանգնի այդտեղ, խոչընդոտի իրանց ինչ որ պետք է արվի, մենք էլ կարանք խախտենք։ Իրանց կարելի է մեզ չէ, տես որ այդտեղ երևում է հասարակ ժողովրդին ոչ մեկ չի բանի տեղ դնում գնահատում։ Իրանք իրանց անելիքը անում են, թեկուզ խախտելով։ Շատ ունենք, այս պահին ես կմոտենամ, նաև կբանակցեմ, կփորձեմ, որ ոստիկանությանը հաստատ իրավիճակի լրացնեմ։